Բելգորոդի Պրինցևկա գյուղում 13-ամյա աղջիկ է զոհվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը ծանր վնասվածքներից հետո։ Նույն գյուղում 7 և 9 տարեկան երկու աղջիկներ էլ վիրավորվել ու հոսպիտալացվել են։ Մարզպետի պաշտոնակատարի խոսքով հենց խաղահրապարակի տարածքին է հարվածել դրոնը։ Ուկրաինայի զինուժի գրոհները 3 մարդու կյանք էլ ղրիմում են խլել։ Գերենջիկում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով 3 զոհ ու 13 վիրավոր կա, հայտնել է մարզպետը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով գիշերն ուկրաինական 635 անօդաչու թռչող սարք է խոցվել երկրի տարբեր մարզերում։ Ուկրաինական FP1 անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Խրիաստովո գյուղում գտնվող Վայլդբերիսի խոշոր լոգիստիկ կենտրոնին։ Նահանգապետի խոսքով պահեստը վնասվել է, հրդեհ է բռնկվել, աշխատակիցները տարհանվել են։ Ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ պահեստը նախատեսված է ավելի քան 120 միլիոն ապրանք պահելու համար։ Կիևը եկել է Վայլդբերիսի պահեստ թիրախավորել։ Ռազմական դիրքերից մոտ 800 կիլոմետրի վրա գտնվող լոգիստիկ կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Զոհեր չկան, հայտնել է նահանգապետը։ Զապորոժիեի Էներգոդար քաղաքի ղեկավարի խոսքով գիշերը Ուկրաինայի զինուժը անօդաչու թռչող սարքերի միջոցով ականապատել է քաղաքի մուտքը և արդյունաբերական գոտու ճանապարհները։ Պայթյունների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Էներգոդարը Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել 2022 թվականի մարտին։ Զապորոժիեի ուկրաինական վերահսկողության տակ գտնվող հատվածում կիրակի 1 մարդ է զոհվել, 31 մարդ վիրավորվել ռուսական դրոնային հարձակման հետևանքով։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ բնակելի շենք է թիրախավորվել։ Կիևը հայտնում է, որ Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանը 181 անօդաչու թռչող սարք է արձակել, բայց ուկրաինական ՀՕՊ-ը ոչնչացրել է մեծ մասը՝ 163 սարք։ Ռուսական բանակը հարվածել է Ուկրաինայի տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սև ծովում խոցված 3 և Նիկոլաևի նավահանգստում խոցված 1 բեռնատար նավերը Ուկրաինայի զինված ուժերի համար էին բեռներ տեղափոխում։ Զուգահեռ Ուկրաինայի նախագահը արևմտյան դաշնակիցներին կոչ է արել արագացնել Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը։ Զելենսկիի խոսքով միայն անցած շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է հազարավոր անօդաչու թռչող սարքեր, հարյուրավոր կառավարվող ավիառումբեր և ավելի քան 100 հրթիռ։ Մարիամ Ամիրջանյան, Էլենա Հինյան, Հայլուր։